Տիկին Գյուրեղյան, ամեն դեպքում ես գնահատականն էի հաշտում, իրավական մասով չեմ հաշտում, երկու միջնորդագիր է ուղարկվել Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի մասով։ Դուք սա ինչպես եք գնահատում այս process-ը։ Նախկին գործով օրինակ պարոն Օհանյանը ասում էր, որ այս ամբողջը քաղաքական այդ հետապնդումների համատեքստում է տեղավորում, այստեղ էլ նույն երանգների մասին դուք կխոսեք։ Իսկապես սա նույն երանգների մասին է, նույն երանգներն են, իրենք իրենց շոուն, քաղաքական շոուն շարունակում են, իրենք հանրության առաջ հրամցնում են թեմաներ, որոնց շուրջ կգնան հանրության քննարկումներ, իրենք ելույթներ կունենան եւ հանրության ուշադրությունը կշեղեն շատ կարևոր հիմնահարցերից, որ այսօր մեր որպես մարտահրավեր մեր երկրի առաջ կանգնած է։ Բայց Սևանի առանձնատան մասին է խոսքը, որը ըստ դատախազության մեղադրանքի բնապահպանության նախարար եղած ժամանակ Արծվիկ Մինասյանը թույլ է տվել Սեյրան Օհանյանին կառուցել այդտեղ, ինչի մասին նշում է Նիկոլ Փաշինյանը եւ որ ընդդիմադիրներին համբալ էր անվանում, այդ ժամանակ նաեւ ասում էր, թե դու ինչ իրավունք ունես Սևանում դա չանել։ Ուրեմն անկեղծ ասած ես միջնորդագիրը ամբողջությամբ չեմ կարդացել, բայց այն կտորը, որ ոչ թե Արծվիկ Մինասյանը համաձայնություն է տվել, մեղադրվում է Արծվիկ Մինասյանը չտեսնելու, չարձագանքելու, դա չֆիքսելու համար։ Այսինքն ոչ թե նա համաձայնություն է տվել եւ համաձայնել է, որ այդտեղ պետք է կառուցվի, այլ Արծվիկ Մինասյանին ասում են ինքը չի տեսել այդ անթույլատրելիությունը։ Գուցե սպառնալիք իրականություն է դարձել, հասկանում եք, այդ ուրիշ բան է, դա լրիվ ուրիշ բան է, հասկանում եք, այսինքն խոսքը ոչ թե վերաբերվում է Արծվիկ Մինասյանի անօրեն թույլտվության մասին, այլ խոսքը վերաբերվում է իր կողմից ամփոփության մասին, որ չի տեսել։ Այդ է։ Իսկ Սեյրան Օհանյանի մասով իսկ այն, որ դա շոու է, ես համոզված եմ։ Գիտեք, մի հատ եկեք փորձենք հաշվել, քանի նման գործեր են հանրության առաջ նետվել, քանի նման գործեր են տարիներով քննվում ու դեռևս ոչ մեկը, քանիսն է դրանցից ի վերջո ավարտուն տեսքի հասել։ Պարզապես խոսում են։ Սեյրան Օհանյանը դղյակ ունի Սևանի։ Գիտեք, ես ոչ գիտեմ, ոչ գնացեք իրեն հարցրեք, ոչ եղել եմ, ոչ գիտեմ եւ ես էլի եմ կրկնում։ Ես միջնորդագրի մասին հիմա չեմ էլ ուզում խոսել, որովհետեւ ես չեմ կարդացել ինֆորմացիան, հասկանում եք։ Եկեք այդ թեման հանենք, հակառակ։ Իսկ impeachment-ին հիմա ստորագրում եք, չեք ստորագրում։ Գիտեք, շատ հստակ հայերենով, ընթերնելի, հասկանալի, ինձ թվում է ընկալելի հայերենով գրված է, որ Հայաստան խմբակցությունը կլրացնի 28 պակասող ստորագրությունը, դրանից ավելի թուղթի բերվի չէ նախաձեռնողի կողմից։ Այսինքն չեք սպասելու 8-ին, որտեղ հասկանում եք, եկեք բառախաղի չանցնենք։ Հայաստան խմբակցությունը հստակ ձևակերպել է, որ կլրացնի պակաս 28 ստորագրությունը։ Երբ որ նախաձեռնողի խումբը կգա կմոտենա մեզ, մեր պակաս 28 ստորագրությունը մենք կտանք։ Այսինքն 6-ին կմիանա։ Էլի է Ուրեմն եկեք ամեն մեկս ինչպես ենք ընկալում։ Միարժեքորեն գրված է 28 պակասող ստորագրությունը կտրվի մեր խմբակցությունը։ Ես սրանից հասկանում եմ, որ մինչև 8-ը չլինի Հայաստան խմբակցությունը չի միանա, ճիշտ եմ հասկանում։ Մինչև նախաձեռնությունը այս նախաձեռնողը մեզ չմոտենա իր փաստաթղթով, ընդհանրապես ստորագրություն չի լինի։ Եկեք այդտեղից սկսենք։ Գյուրեղյան, դուք վերջին հարց ու պատասխանի ընթացքում տեղ ունեցած միջադեպի եւ այս քրեական գործերի միջև որևէ կապ տեսնում եք։ Դուք այդ որովհետեւ այդ օրը ուղիղ եւ անմիջական կապ է, հենց այդ օրը բոլորս հիշում ենք Նիկոլ Փաշինյանի հիստերիկ պահվածքը, իր այդ վարքագիծը եւ այնտեղ համբալից բացի նաեւ սպառնալիքներ, այ դուք կտեսնեք, դուք պետք է հայտնվեք այստեղ եւ բնականաբար հրահանգ է իջել, որ անպայման պետք է գործ հարուցելու գործը սկսել։ Այսինքն հանրությանը ներկայացնել, որ նման գործ կա։ Հիմա այդ գործը սկսվելու է, չի սկսվելու, ինչպես են միջնորդագիրը ներկայացվել, չէ՞, բայց ես ինչքան գիտեմ, նույնիսկ այստեղ ուղղակի նոր գործը բացելու մասին է խոսքը։ Գործը վաղուց հարուցված էր, այսինքն նոր քրեական գործ չի։ Այս ընթացքում էլի դուք բերում եք միջնորդագրին, ես ասում եմ, ես միջնորդագիրը քննարկմանը որքան խմբակցության որոշումը կլինի,
նիստը կլինի կտեսնեք։ Եկեք կանխորոշումներ չանենք։ Էլի եմ կրկնում, կլինի նիստը, կլինի խմբակցության որոշումը, դուք բոլորը ինձնից շուտ կտեսնեք ու Տիկին Գյուրեղյան, դուք բացառում եք, որ պարոն Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած տարիներին կարող էր չարաշահման։ Ես հասկանում եմ ձեր հարցի, այսպես ես ոչ չեք հասկանում։ Արդեն ասեցիք, ինչի բարի 2/3-ը երբ որ նախագահության ասում է, երբ որ 2/3-ը Դուք ինչու թույլ չեք տալիս, որ դիտողն էլ լսի հարցը։ Ասեք, լավ։ Դուք բացառում եք, որ պարոն Օհանյանը պաշտոնական դիրքի չարաշահման կարող էր Սևանում շքեղ խամարանոց կառուցել։ Գիտեք ինչ, ես ընդհանրապես որևէ մեկի կողմից պաշտոնի չարաշահմամբ որևէ ամառանոց կամ կառույց կառուցելու մասին ոչինչ չեմ կարող բացառել։ Ընդհանրապես որևէ մեկի ընդհանրապես դա լինես դու նույն հաջողությամբ ես չեմ բացառում, որ դու հիմա ինչ որ մեկի երանգով եկել ես ինձ հարց ես տալիս։ Դա նորմալ բան է։ Հասկանում եք, չհրահանգելը, այսինքն ողջամիտ կասկած ունենալը նորմալ բան է։ Ողջամիտ կասկած ունենալը։ Ձեր մոտ նման ողջամիտ կասկած կա, իմ մոտ նման ողջամիտ կասկած չկա։ Դուք ապօրինի բան այդ process-ում համարում եք, որ Ես համարում եմ ապօրինի այն բանը, որ իրենց շոուն շարունակելու համար ազգային ժողով նման միջնորդագիր են բերել։ Տիկին Գյուրեղյան, պատիվ ունեմ խմբակցությունը, որպես վարչապետի թեկնածու առաջադրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Գիտեք ինչ, այստեղ նախաձեռնությունը պատիվ ունեմ խմբակցությանն է, իրեն քաղաքական պատասխանատվություն են կրում այդ գործընթացը սկսելու, նման այդ թեկնածուին առաջ քաշելու, մենք որպես իրար հետ համագործակցող ընդդիմադիր ուժեր, մենք ամեն ինչ միասին պետք է անենք, որպեսզի հնարավորության դեպքում օր առաջ ազատվենք այս ազգադահ պետականական իշխանություններից եւ առավել եւս վարչապետից։ Այնպես որ պատասխանատվությունը նախաձեռնող կողմինն է, պատիվ ունեն, մենք խոստացել ենք, որ իրենց կաջակցենք այդ գործընթացը առաջ տանելու, որովհետեւ մեկ ընդհանուր նպատակի է ծառայում՝ ազատել երկիրը այս ազգադահ դավաճան պետականական վարչապետից ու իր թիմից։ Գյուրեղյան, Նիկոլ Փաշյանը ըստ էության քաստինգ է հայտարարել եկեղեցու շուրջը այս խնդիրները հանգուցալուծելու, մեյլներ գրել, որ մարդիկ, ովքեր են համապատասխանում են որոշակի չափորոշիչների, դիմեն, հասկանան, թե ինչպես են կաթողիկոսին հեռացնելու վեհարանից։ Ընդհանրապես այս օրերի զարգացումները ձեզ ինչի մասին է հիշում։ Ընդհանրապես այս օրերի զարգացումը խոսում է միայն մի բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, ձեռքը գցում է փրփուրներից, նա ինքը շատ լավ գիտի հանրության կարծիքը իր վարչապետության, իր իշխանության վերարտադրման եւ ավելի շուտ շատ լավ գիտի, թե իր խոստումները չկատարելու դեպքում ինքը ում առաջ ինչ պատասխանատվություն է կրելու եւ դրա համար ինքը հնարավորություն պետք է ունեն իրեն բերողների առաջ Այդ ինքը գիտի։ Դաշնակցությունը չընտրեց։ Այդ ինքը շատ լավ գիտի։ 18 թվին դաշնակցությունը չօգնեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ դառնա։ Բայց Նիկոլ Փաշինյանին վարչապետ չբերեց դաշնակցությունը։ Դաշնակցությունը գնաց հանրության պահանջը կատարելուն, այնպես որ դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Դաշնակցությունը հիմա ասի ինչու է Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ դուրս եկել, որտեղ դաշնակցության աջակցությամբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձավ։ Գիտեք ինչ, դաշնակցությունը կատարեց հանրության փողոցում արդեն հենց այդ օրը հայտնված այդ բազմահազար հայության պահանջը, որպեսզի քաղաքացիական հրահրումներ չլինեն։ Ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյան իր այդ նման ելույթներով, որ եկեղեցու դեմ պայքարի է կոչում։ Իսկ դուք ինչ եք կարծում, այսինքն դուք ինչ հնարավոր սցենար եք այստեղ կանխատեսում հաջողության վեհապարին վեհարանից հանելու հարցում։ Գիտեք ինչ, Նիկոլ Փաշինյանը շատ ներողություն, շատ փոքր մարդ է։ Ներողություն ոչ թե Փաշինյանից, այլ ընդհանրապես։ Նիկոլ Փաշինյանը այն մարդը չի, որը իրավունք ունի, լիազորություն ունի եւ այդ ուժն ունի վեհապարին հավատացյալ մարդ կարող է։ Հավատացյալ նայած իր միատ իր հետ ճշտեք իր հավատքը որն է, ես խիստ կասկածներ ունեմ ողջամիտ, որ ինքը քրիստոնե ինձ հետաքրքիր չի։ Ես իր տեսակը ճանաչել եմ եւ ինձ համար հետաքրքիր չի։ Ինչ հավատքի հետևում։ Ինքը ազգադավ, պետականական Երկիրը դավաճանող մարդ է։ Իսկ կրոնական ուղղությունը Այդ արդեն չի հետաքրքրում։ Կարևոր, ինձ համար ինքը ազգադավ դավաճան է։ Կարծում եք, որ այս process-ը վեհարանից կաթողիկոսին հանելու չի հաջողելու Նիկոլ Փաշինյանը։ Եմ ասում ինքը այդքան չկա, որ նման գործ իրականացնի։
Հնարավոր է Հայաստան խմբակցությունը սահմանադրական դատարան դիմի Նիկոլ Փաշինյանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգ խախտելու այս տարեր Դա սահմանադրական կարգ է, դուք ինքներդ էլ ասեցիք, շատ լավ է, որ նաև հանրության մեծամասնությունը հասկանում է, որ դա սահմանադրական կարգի խախտում է, ենթադրյալ չէ, հենց հստակ սահմանադրական կարգի խախտում է, որովհետև մենք հստակ ունենք առաքելական եկեղեցու կարգավիճակը սահմանադրորեն ֆիքսված եւ որևէ մեկին դա սահմանադրական որևէ մարմնի լիազորություն չի տրված այդ սահմանադրության մեջ ոչ թե որպես սահմանադրական մարմին, այսինքն այս դեպքում ոչ թե գործադիր իշխանություն, այլ որպես ինչպես իրենք են ձևակերպում հայ առաքելական եկեղեցու հետևորդ, հա, որպես թունդ քրիստոնյա, այդ որ թունդ քրիստոնյան է ըստ էության լիազորություն ունի անհատապես, ինքը կարող է հարց բարձրացնել, բայց վեհափառին ընտրում է ոչ Նիկոլի նման թունդ քրիստոնյան, վեհափառի ընտրությունը որոշակի արարողակարգային երևույթ է եւ այդ արարողակարգով է վեհափառը ընտրվում ուրեմն գնացեք եկեղեցի եւ այդ արարողակարգերը ուսումնասիրեք եւ տեսնեք որ այնտեղ ոչ մի տողատակերով անգամ Նիկոլը որպես քաղաքացի չի կարող հայտնել հիմա Փաշինյանը համախմբման իր գաղափարակիսողների համախմբման կոչ է արել ինքը խնդիր ունի այսօր եմ հասկանալ հակադիր բևեռը կարող է ձևավորել խնդիրը այստեղ հակառակ բևեռը ձևավորել այսինքն այն մարդիկ որոնք հակառակն են մտածում կարող են նման բևեռել իրենք ստեղծել գիտեք ինչ եթե ինքը հասցնի նրան որ հանրության մեծ խումբ մասա կհանի եկեղեցու դեմ բնականաբար ես ենթադրում եմ որ հանրության քրիստոնյա իրապես քրիստոնյա առաքելական եկեղեցու հետևորդել կորոշի ու կգնա իր պաշտելի եկեղեցուն պաշտպանելու դա նորմալ Ջուրեղյանից դուք ինչ եք կարծում ձեզ մոտ որպես քրիստոնյայի հարց առաջանում է Գարեգին երկրորդ կաթողիկոսը որևէ կանոն եկեղեցական խախտել է թե իսկապես էլի եմ ասում եկեք այդ նմանատիպ հարցերը ես որպես քրիստոնյա ես առաքելական եկեղեցու հետևորդ եմ եւ եթե առաքելական եկեղեցին իր վերնախավով ընտրել է վեհափառին ուրեմն նա ընտրվել է որպես հավատացյալ հարցեր ունեք Գարեգին երկրորդ կաթողիկոսին որևէ կանոն խախտել է թե որպես հավատացյալ ես հարց ունեմ ասենք ձեր նման քաղաքացուն որ ինչի է այդքան կարևորում Նիկոլ Փաշինյան տեսակի նման հիմար Նիկոլ Փաշինյան տեսակին հիշեցնեմ դուք ընտրեցիք 2018 թվականին իսկ ես լրագրող եմ եւ ցանկացած հարց կարող եմ տալ այո մենք ես չեմ ճնշում ես ուղղակի պատասխանում եմ դուք ճնշում եք ես չճնշեմ էլի եմ կրկնում էլի եմ պատասխանում մենք նրան ձայն ենք տվել որովհետեւ Նիկոլ Փաշինյան ենք ընտրել այդ որովհետեւ հանրությունը այդ օրը այնպիսի պորտկումով էր դուրս եկել փողոց, որ հակառակը կարող էր շատ ավելի լուրջ տանել։ Մի քիչ առաջ այլ հարցի պատասխանելով ասեցիք Նիկոլ Փաշինյանին բերողները թողը, այսինքն հանրությանը նկատի ունի։ Գիտեք ինչ, Նիկոլ Փաշինյանը այսօր վարակույրներից հետ է, վարակույրների հետևում գտնվող այդ բանը տիկնիկն ինքը տիկնիկ է, որի թելերը գտնվում են վարակույրից։ Ժողովուրդն է բերել թե ուրիշ մեկը Նիկոլ Փաշինյանին, ժողովրդի պահանջով թե ուրիշ մեկի պահանջով եք Նիկոլ Փաշինյանին ընտրել։ Պահանջով ժողովրդին խաբելով ժողովրդի ընտրությամբ այդքան իմանալով որ ինչ որ մեկը ժողովրդին խաբելով Նիկոլ Փաշինյանին բերում է եթե ես այն ժամանակ այդքան ամեն ինչի մեջ 100% համոզված լինեի հաստատ չէի ընտրի ուրեմն այն ժամանակ ես դրա այդ կասկածները միգուցե ունեցել եմ բայց ես իմ կասկածներով իրավունք չունեի հանրության մեծամասնության պահանջը ամեն դեպքում փողոցում գտնվածների պահանջը չկատարել։ Տիկնիկ Ջուրեղյան 21 թվականին նույնպես ժողովուրդը ընտրեց իրեն, այդ ժամանակ ով էր խաբել ժողովրդին։ Ըստ ձեզ։ Այդ նույն բանը մենք էլ ենք ասում, որ մեզ համար շատ մեծ լուրջ խնդիր էր, որ ժողովուրդը 21 թվականին այդ իրավիճակում չպետք է ընտրեր, բայց ընտրեց։ Դրա համար ոչ մեկը չի ասում, որ 21 թվականին Նիկոլը չի ընտրվել։ Դուք լսել եք, ընտրվել է։ Ցավոք սրտի ընտրվել է։ Բայց հիմա ինչ ասեմ, ժողովուրդն է ընտրությունը ընտրել է, բայց հիմա այս պահին Նիկոլը շատ լավ հասկանում է, որ նման վերընտրություն այլևս չի լինելու, եւ դրա համար ինքը հարձակվելու առաքելական եկեղեցու վրա, դրա համար ինքը հարձակվելու դաշնակցության վրա, դրա համար ինքը հարձակվելու ազգային ցանկացած ուժի վրա, ով կարող է որևէ կերպ խափանել իր վերընտրությունը։ Հիմա մտավախություն չունեք, որ ընտրություններ լինի, հնարավոր է կրկին Փաշինյանը վերընտրվի։ Անկեղծ ասած ոչ։ Կարծում եք հիմա անկեղծ ասած արդեն չունեմ այդ մտավախությունը։ Ինչու։ Որովհետև
յուրաքանչյուր ոլորտում, յուրաքանչյուր խավի նա իր ձևով, իր չափով խափել է եւ հանրությունը այսօր միգուցե, հա, անուն չի դնում, որ ինքը վարչապետի հրաժարական է պահանջում, բայց ամեն օր, ամեն ժամ կառավարության գործունեության դեմ որևէ տեղ ցույց կա, հակընդդեմ ինչ որ միտինգ կա, պահանջ կա, հենց դա էլ նշանակում է, որ հանրությունը այսօր կառավարությունից դժգոհ է։ Իսկ այդ կառավարության ղեկավարին վերընտրվել ես անկեղծ ասած չեմ հավատում, որ ինքը որևէ կերպ վարչական ռեսուրսներ օգտագործելուց բացի 20%-ից ընտրություններով պետք է Փաշինյանին հեռացնել, թե փողոցային Գիտեք ինչ, փողոցային պայքարը պետք է բերի արտահերթ թե հերթական ընտրություններ, բայց փողոցային պայքարը պետք է լինի հիմքում։ Դրանք երկուսը իրար հետ համադրելի գործողություններ պետք է լինեն։ Միայն փողոցային պայքարով չենք հասնի։ Մարդկանց դաշնակցության շուրջ համախմբելը ինչ է կարել էլի Տիկին Գյուրեղյան։ Որովհետև տարիներով դաշնակցության դեմ որպես ազգային ու որևէ մեկի կողմից չստեղծված, այլ ինքնուրույն ստեղծված ազգային ուժ անընդհատ քարկոծվել է եւ շատ ուժերի համար ինքնուրույն ստեղծված ազգային ուժը լուրջ խնդրեմ է։ Այդպես, Քոչարյանի հետ այս միավորումը արդյոք դաշնակցությանը խանգարում է, թե ոչ որ որպես ազգային ուժ կարողանա գալ իշխանության եւ երկիրը փրկել։ Չի դուք ուզում եք ասել Քոչարյանը հակազգային ուժ է։ Չէ, ես նման բան չասեցի, դուք ասեցիք, դա դուք ասեցիք եւ ես ասեցի նկատի ունեմ որպես քաղաքական գործիչ, որը քննադատվում է շատերի կողմից, այդ մի քիչ դրական նայեք պարոն Քոչարյան։ Դուք կարող եք նշել որևէ գործող իրականում կառավարության դեմ գործող որևէ ուժի ոչ քննադատություն նշել։ Եթե ուժը կառավարության դեմ է, բնականաբար նա պետք է քննադատվի։ Չկա այդպիսի ուժ, ինքը կառավարության դեմ գործի ու չքննադատվի։ Եթե այդպիսի բան եք դուք պատկերացնում, ես սխալվում եմ։ Որոշում ընտրություններում Քոչարյանի հետ դաշնակցությունը մասնակցելու է թե առանձին։ Առայժմ դեռ ոչ։ Առայժմ դեռ այդ մասին չենք քննարկել։ Վերջ։ Շնորհակալ։